Բարեսելի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա, ամեն։ Սիրելի հայր, Հիսուսի անունով գալիս եմ քո առաջ, խնդրում քո Սուրբ Հոգու զորավոր ներկայությունը, խնդրում քո այսօրվա թարմոցությունը, նորոծությունը, խնդրում քո ողջ զորությամբ իջիր մեր վրա, օծիր իմ շուրթերը, խոսիր, աղոթիր, փառաբանիր ամեն ժամանակ, ամեն իրավիճակում։ Այսօրվա եթերը հանձնում քո ձեռքերի մեջ, որ քո հոգով շարժվես ու ամեն բան ինչ որ քեզանից է թող արձակված լինի մեր կյանքերի վրա, քո կամքը բարին, հաճելին ու կատարյալն է, թող քո կատարյալ կամքը իրականանա ամեն մեկիս կյանքում ու ողջ Հայաստանի վրա, ամեն բան ինչ որ որոշել ես Հայաստանի համար, քո տեսիլքի համաձայն իրականություն դարձրա քո զորավոր ձեռքով, տեսիլքի հեղինակն ու կատարողը դու ես, ժամերն ու ժամանակները քո ձեռքերի մեջ են, ազգերին այն կոչը, որ դու հնչեցնում ես, որ զինեն ու պատրաստեն միրն արարածն ու ասքանազը, թող հասանելի դառնա ամեն մեկին, թե երկրի ղեկավարներին, թե հոգևոր դասին, ամեն մի քրիստոնյայի, ով որ հասկանում է ու ճանաչում է քո կամքը։ Հայր, ես խնդրում եմ, որ դու խոսես մարդկանց սրտերի հետ, որ մարդիկ հոժարությամբ, ուրախությամբ ընտրեն քո կամքը իրանց սրտերի մեջ ու սիրուց դրդված կատարեն քո կամքը։ Ամեն մեկը, որ սիրում է քեզ, ջանք անում քո խոսքը կատարելով։ Թող բարձրանան քո սիրո առաքյալները ու զինեն Հայաստանը, միրն արարածն ու ասքանազը, հոգևոր առումով քո սերը տարածելով ողջ Հայաստանի վրա։ Քո արթնության անձրևը բեր Հայաստան, հեղեղիր Հայաստանը քո սիրով, որ ամեն մեկը ճանաչի քեզ միակ ճշմարիտ Աստծուն, որ իր կյանքը մարդկության համար չխնայեց, այլ այն սերը, որ քո մեջ էր, ուղղակի քեզ հանգիստ չտվեց, որ դու անտարբեր մնաս, դու քո կյանքը դրեցիր, որպեսզի մենք այսօր կյանք ունենանք, ու ամեն մի քո քայլը, ամեն մի քո գործողությունը դա քո սիրո դրսևորումն էր, քանի որ քո էությունն է սեր, դու այլ կերպ չէիր կարող վարվեիր, ու դա հաղթանակ է, որ դու բերեցիր ամեն մեկիս կյանքում ու քո սերը նվաճեց մեզ։ Փառք քեզ ամենակարող Աստված, որ քո սիրո առաջ որևէ մեկը կարող չի կանգնել, ու սատանայի բոլոր ծրագրերը ջարդուփշուր են լինում քո ներկայության մեջ։ Փառավորվիր Հայաստանի վրա, քո խոստմունքը, որ տվել ես մեզ, իրականացրա քո հոգու զորությամբ Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն, սիրելի հայ ժողովուրդ, փառք Հիսուսին, Հիսուսի համար, փառք Աստծուն Հիսուսի համար, փառք Աստծուն Աստծո համար, փառք Աստծո, որ Աստված սեր է։ Գիտեք, երեկ շնորհակալության օրն էր, բոլորով իրան շնորհակալությունն էին հայտնում Աստծուն որոշակի բաների համար, ինչ իրանց կյանքում եղել է։ Ես իմ կյանքին անդրադարձ արեցի ու ասացի Աստված ջան, ինչի համար եմ ես դահապես քեզ շնորհակալություն հայտնեմ, ոչ թե ինչի համար եմ հայտնում, այլ ինչն է եղել պատճառը, որ ես միշտ շնորհակալ եմ եղել քեզ։ Ու ես հիշեցի շատ կարևոր մի բան, իմ կյանքում շատ դրվագներ ա եղել, թե Աստված ինձ ինչերի միջով անցկացրել, որտեղ ամեն մի բանի համար իհարկե փառք Հիսուսին ու շնորհակալություն Հիսուսին, բայց ես հիշում եմ ամենակարևորը թերևս, երբ որ Աստված այցելեց ինձ, ու ես երազիս մեջ երբ որ տեսա Հիսուսին, ու դրանից հետո իմ կյանքը շրջադարձային փոխվեց, ես հասկացա, որ հետադարձ ճանապարհ չունեմ։ Այդ ժամանակ ես անդադար մի բան էի ասում, ասում էի փառք քեզ Հիսուս ջան, որ դու սեր ես։ Ինչ լավ է, որ ես պետքա գամ քո հետևից Աստծու, որը իրանից ներկայացնում է սեր։ Իմ համար շատ ցավալի կլներ, որ ես հայտնաբերեի, որ այն Աստծուն, որին ես պետքա ծառայեմ ստիպված, դա ատելությամբ լցված մեկն է, տերորիստ է։ Իրականում ցավոք սրտի մուսուլմանները հենց այդ ձև էլ պատկերացնում են Աստծուն։ Իրանք չգիտեն ինչ է նշանակում սեր։
իրանք երբևէ չեն լսել, որ Աստված սեր է։ Փառք Աստծո, որ մեր Աստված սեր է, իրական ճշմարիտ Աստված սեր է։ Ու ինքը ողջ աշխարհի Աստվածն է, ողջ մարդկության Աստվածն է։ Մնացած բոլոր սուտ աստվածները աստվածներ չեն, թեկուզ ներկայանում են որպես Աստված։ Միակ ճշմարիտ Աստվածը դա Հիսուս Քրիստոսն է, Հայրը, Որդին, Սուրբ Հոգին, որը իր որդուն չխնայեց, մարդկության համար տվեց ու դրանով ցույց տվեց իր սերը մեր հանդեպ։ Հիսուսը ինքը իր էությունն է սեր, ինքը այլ կերպ չէր կարող վարվել։ Ու այդ սերը իրան մղում է անձնազոհության ու մղեց անձնազոհության, որպեսզի ինքը մեզ գնի, աշխարհի ճիրաններից պոկեց, դժոխքների կրակից հանեց ու տեղափոխեց մեր սիրելի Հոր արքայություն։ Գիտեք, սա ամենամեծ շնորհակալությունն է, որ իմ սրտում բարձրացել է միշտ, ու ես գիտակցել եմ, որ Աստված սեր է։ Ասել եմ Աստված ջան, ինչ լավ է, որ դու սեր ես։ Տեսեք, շատ կարևոր է փրկությունը, որտեղ եթե ինքը դա չիրականացներ, սա ոչ մեկս փրկված չէինք լինի։ Իհարկե, փառք Հիսուսին իր կատարած զոհի համար, փրկության համար, որ իրականացրել է ամեն մեկիս կյանքում, իրականում մեզ հավիտենական դժոխքից տեղափոխել է հավիտենական կյանքի մեջ։ Բայց Հիսուսը դա չէր անի, եթե իր էությունը սեր չլներ։ Իր էությունը սեր է, հենց դրա համար էլ ինքը որևէ բանի առաջ կանգ չառավ, ցույց տվեց իր սերը գործով, ու մենք այսօր սիրո պտուղներ ենք։ Ու փառք Հիսուսին, որ Հիսուսը սեր է։ Շնորհակալ եմ Հիսուս, որ դու այդ ձևի Աստված ես, քո էությունը սեր է, ու ես հավիտենական ապրելու եմ քո սիրո ներկայության մեջ։ Ոչ միայն ես, բոլոր այն մարդիկ, ովքեր որ քեզ Տեր ու Փրկիչ են ճանաչել, հավիտյան ապրելու են քո սիրո մեջ, վայելելու են քո սերը։ Փառք ես ամենակարող Աստված ջան, շնորհակալություն քո էության համար, որը ընդունել եմ իմ կյանք ու որը ուզում եմ, որ ամեն մեկը այս երկրի վրա վերապրի ու ճաշակի։ Խնդրում եմ այցելիր ամեն մեկին քո սիրով, որ ամեն մեկը ճաշակի քեզ, տեսնի ինչ քաղցր ես, ինչ լավն ես ու միակն ես։ Փառավորվիր ամեն մեկիս կյանքում, ամեն մեկիս իրավիճակի վրա, թող քո սերը հաղթի ամեն իրավիճակի մեջ, ամեն բան փոխելով քո գերբնական զորությամբ ու բերելով քո կատարյալ կամքի մեջ։ Օրհնում եմ քեզ Հայաստան, որպեսզի Աստծո սերը ողողի քեզ, ամեն մեկի տները լցված լինի Աստծո սիրով, վերապրեք անձամբ Հիսուս Քրիստոսին ամեն մեկդ, կապ չունի ոնց եք վերաբերվում Հիսուսին։ Հիսուսը շարունակում է ձեզ սիրել, Հիսուսի սիրտը չի փոխվում երբևէ, իր էությունը հնարավոր չի փոխել ձեր անհավատության պատճառով։ Հիսուսը իր սիրով այցելում է քեզ ու իր սերը քո իրավիճակի մեջ բերում է փառավոր հաղթանակ։ Ու շնորհակալություն Հիսուսին ամեն բանի համար, ինչ որ արել է ու կանի։ Հիսուս ջան, փառավորվիր ամեն մեկիս կյանքի վրա, ամեն ժամանակ, ամեն իրավիճակում։ Հավիտյան փառք քեզ։ Ամեն։